Մարտի 17-ից Հանրապետության երկու մարզում Սյունիքում և Կոտայքում ընտանիքների անապահովությունը կգնահատվի նոր համակարգով։ Այլևս անհրաժեշտ չէ բազմաթիվ փաստաթղթեր հավաքել և ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Թղթային դիմումները փոխարինվել են էլեկտրոնայինով։ Պետական շտեմարաններում հասանելի տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով։ Գործընթացը հիմնականում կիրականացվի առցանց։ Դիմումատուից կպահանջվի միայն մեկանգամյա այցելություն տարածքային կենտրոն նույնականացման նպատակով։ Նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր փաստացի ստուգել տեղեկատվությունը քաղաքացիների մասին, որը 1 ամիս էր տևում։ Այժմ փաստերը ստուգվում են ակնթարթորեն, որպեսզի համակարգը հասանելի լինի դիմումատուին, այն հնարավորինս դյուրինացվել է։ Քաղաքացին դիմումի առաջին քայլը լրացրեց, քաղաքացուն ծանոթում է հենց էկրանին բացվում եւ ասում ինչ անել հաջորդ քայլերը։ Օրինակ դիմել այս հարթակը, շարունակել այսպես ներբեռնել, այսինչը կցել, այնինչը։ Սա Հայաստանի պետական թվային ամենախոշոր համակարգն է, ընդգծում է Պարզյանը։ Հիմա հնարավորություն է տրվում քաղաքացուն անմիջապես պետության հետ թվային տիրույթում հարաբերվելու։ Թվայնացվել են նաև ներքին ընթացակարգերը։ Սոցաշխատողները իրենց գործառույթները կիրականացնեն թվային տիրույթում եւ հաջորդը համակցված տվյալների շտեմարաններն են, որոնք հնարավորություն են տալիս ռեալ ժամանակում դիտարկելու ամբողջ թվային պատկերը։ Գործող համակարգի դեպքում, եթե տվյալները ստացվում են հիմնականում դիմումատուից, հիմա դրանք կվերլուծվեն 29 թվային շտեմարանների միջոցով։ Գնել եք գույք, վաճառել եք գույք, մեքենա, շարժական կամ անշարժ, ունեք եկամուտներ բանկային համակարգում, վարկեր եք վերցրել, այժմ այդ ամենը մտնում է այդ ստուգման համակարգի մեջ։ Այն հանգամանքը, որ հաճախ կարող եք լսել, որ քաղաքի կենտրոնում, Երևան քաղաքի կենտրոնում թանկարժեք գույքով մարդը կարող էր դառնալ նպաստառու, հիմա դա անհնար է։ Նոր համակարգն ավելի թիրախային կդարձնի անապահովության գնահատումը եւ զերծ կպայի նախկինում արձանագրվող դեպքերից, երբ համակարգում ընդգրկվում էին նպաստի կարիք չունեցողները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը չի բացառում, որ ներկայում նպաստացողների մի որոշ մաս դուրս կմնա նոր համակարգից։ Չափավոր անապահով ընտանիքների համար ծառայությունները կտրամադրենք, այսինքն նրանք չեն ունենա իհարկե նպաստի իրավունք, բայց ձեռք կբերեն մյուս շատ կարևոր թանկարժեք ծառայություններից հասանելիություն։ Խոսքը առողջապահության ծառայության, կրթական զեղչերի, կոմունալ զեղչերի մասին է։ Որպեսզի ծայրահեղ աղքատ ընտանիքները դուրս գան նպաստառուի կարգավիճակից, նախարարությունը կօգնի նաև աշխատանք գտնելու հարցում։ Աշխատունակ անապահովները նաև աշխատանք փնտրելու դիմում պետք է ներկայացնեն։ Թվայնացումը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը։ Վարչարարության ծանրաբեռնվածության տակ աշխատակիցը հիմնականում կարողանում էր անապահովության գնահատման համակարգում նրան ներառելու գործընթացը կազմակերպել, բազմաթիվ փաստաթղթերը քաղաքացու հետ հավաքել եւ դեպքի վարմանը ծառայությունների մատուցմանը կարելի է ասել թե ֆիզիկապես, թե ժամանակային առումով գրեթե ժամանակ չէր մնում։ Հիմա մեր սոցաշխատողները կլինեն ազատ, ամբողջությամբ, ամբողջ օրը եւ աշխատաժամանակը նվիրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին դեպք վարել։ Խնդիրների դեպքում գործում է թեժգից 114 հեռախոսահամարով։ Սյունիքի եւ Կոտայքի տարածքային կենտրոններում կօգնեն դիմումն առցանց լրացնել։ Տարածքային կենտրոնները մշտապես պատրաստական են քաղաքացիներին թե աջակցել, թե օգնել, թե գործիքների առումով։ Այս պահին Հանրապետությունում ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստանում 60,700 ընտանիք։ Նոր համակարգով անապահովության նպաստ կտրամադրվի, եթե ընտանիքի անդամներից մեկի ամսական եկամուտը ցածր լինի նվազագույն պարենային զամբյուղի արժեքից։ Նախատեսվում է ամբողջ Հանրապետությունում նոր համակարգին անցնել 2026 թվականից։ Բրիր Մկրտչյան, լուրեր։